Գիրքը տիեզերք է անեզր, մայրենիին, գրին ու գրքին նվիրված դասարանական միջոցառումը Ծովազարդի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանցիներն անցկացնում են Գեղարքունիքի մարզային գրադարանում։ Աշակերտների առաջին այցն է, նրանց դիմավորում են գրադարանի աշխատակիցները և էքսկուրսիա անցկացնում։ Հյուրերին ողջունում է գրադարանի տնօրենը, ուրախություն հայտնելով դպրոց գրադարան կապի ընդլայնման և ամրապնդման հերթական առիթի համար։ Գրադարանը միայն ուրախ է, որ դպրոցների կապը ակտիվացել է, աշխուժացել է գրադարանի հետ և երեխաները ոչ միայն միջոցառումներով են հանդես գալիս գրադարանում, այլև նաև ավանդույթ է դարձել, որ կատարում են հետազոտական աշխատանքներ գրադարանում, սիրում են գիրքը և գնալով մարզային գրադարանի ընթերցողների թիվը կարծես օր-օրի ավելի ավելանում է։ Մայրենի լեզվի և դրա զարգացման տարբեր փուլերի մասին զեկույցներով և ընթերցումներով հանդես են գալիս աշակերտներն ու գրադարանի աշխատակիցները, խոսում են մայրենին անաղարտ պահելու և սերունդներին փոխանցելու կարևորության մասին։ Արդեն 5-րդ դարում Եղիշեն լավատեղյակ էր ամբողջ քաղաքակիրթ աշխարհի լեզուներին։ Պետք է ասեմ, որ ազգային լեզուն հայերի համար միշտ է եղել ամենակարևոր որոշիչը ազգային ինքնության կազմավորման ընթացքում։ Նիկողայոս Մարը, որ ազգությամբ շվեդ էր, մայրը վրացուհի էր, հայրը շվեդ։ Նա է ապացուցել, որ հայերենը ոչ թե հնդեվրոպական լեզվանտանիքի առանձին լեզվաճյուղ է, այլ ինքը հնդեվրոպական լեզու բոլոր լեզուների նախամայրն է։ Այսինքն սա ապացուցել է ազգությամբ ոչ հայ գիտնական։ Հայոց լեզուն ավանդվել է մեծ դարերի խորքից, եւ որպես ամրակուռ վահան իր վրա է կրել ոսոխի բազմաթիվ հարվածները, բայց մնացել է անսասան։ Թշնամու յաթաղանի ու հրի դեմ մեր լեզուն մագաղաթ ու մատյան է դարձել, ու հայ ազգն այսօր հայ է մնացել։ Համակարգիչ թե գիրք փորձում են պարզել աշակերտները, երկու խմբի են բաժանվում և ներկայացնում համակարգչի ու գրքի առավելությունները։ Թեև մատը ժամանակակից աշխարհի գիտության ու տեխնիկայի ակնթարթային զարգացումների զարկերակին պահելու համար համակարգչի դերը կարևորվում է, այդուհանդերձ հաղթում է գիրքը, որպես գիտելիքի աղբյուր, որի օգտագործումը լրացուցիչ ռեսուրսներ ու պայմաններ չի պահանջում։ Գիրքը գիրք է մնում, համակարգիչը նրան չի ասում։ Ինչ բույր ունի գիրքը, ոչինչ այս բույրը չունի։ Մեկ դասաժամ տևողությամբ միջոցառումը գրադարանում անցկացնելն աշակերտներին ավելի շատ գիտելիք տվեց, համակարծիք են մանկավարժները։ Գրադարանավարների ջերմ ընդունելությունն էլ տրամադրում է այլ միջոցառումներով այստեղ վերադառնալու։ Մեր այցերը շարունակական են լինելու և ես որպես ուսուցիչ երեխաների խոստանում եմ, որ նրանք ավելի իմ աշակերտները դեռ ավելի բարձունքներ են նվաճելու։ Շնորհակալ եմ բոլորից։ Ավանդույթի համաձայն դպրոցի գրադարանը մարզային գրադարանից գրքերի կապոց է նվեր ստանում։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։